Այս անիմեն ավելի բարձր ռեյտինգ ունի, քան Атака Титанова, ու իհարկե ես խոսում եմ «Провожающая в последний путь Фрիրեն» անիմեի մասին, որի երկրորդ սեզոնը արդեն դուրս է գալիս, ինչը մեզ լավ առիթ է տալիս հիշենք, թե ինչ ֆուրոր արեց Ֆրիրենը ու ինչ է մեզ սպասում առջևում։ Մանգան սկսել է դուրս գալ 2020 թվականից ու միանգամից սիրվեց մարդկանց կողմից։ Ֆրիրենը էլֆ է, որը ապրում է դարերով ու համարյա չի նկատում, թե ոնց են փոխվում իր շրջապատի մարդիկ։ Դևերի թագավորին հաղթելուց 50 տարի հետո ինքը նորից է որոշում ճանապարհորդել, բայց այս անգամ ինքը արկածներ չի ման գալիս, այլ ուզում է հասկանալ, թե ովքեր են եղել իր անգերները ու ինչ է իրանից ներկայացնում մարդու կյանքը։ Շատ պատմություններ ավարտվում են չարագործին հաղթելուց հետո, բայց սա այս դեպքը չի։ Անիմեն շատ հանգիստ տեմպով պատմում է, թե ինչ է եղել կլասիկ ֆինալից հետո։ Այդ նույնն է, որ մեզ ցույց տան Հարի Փոթերի աշխարհը Վոլդեմորտին հաղթելուց 50 տարի հետո։ Բոլոր նվաճումները կամաց ջնջվում են, աշխարհը ոնց որ սառած լինի լռության մեջ, ու ամբողջ անիմեն ոնց որ հանգստության ու մի քիչ մելանխոլիկ վայբով է լցված։ Չեմ ուզում երկրորդ սեզոնը սպոյլ անեմ, եթե ման ես գալի հանգիստ ու սիրուն անիմե, այս տիեզերքի նշան է։ Նայ ու գրի քո կարծիքը կոմենտներում։